Բարի երեկո, ուղիղ եթերում հիմնական թողարկման եթերում էպիկենտրոնն է, ստուդիայում աշխատում է Լիլիթ Աղբալյանը։ Այսօր կայացել է Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ ծրագրային ելույթով է հանդես եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը և տվել բոլոր հարցերի, այդ թվում ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետների պատասխանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը իր ելույթում անդրադարձել է ժողովրդին հուզող և բոլորին հայտնի աղաղակող փաստերին։ Ինչու Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան նրա ու նրա նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները։ Ասեմ, որ նրա պաշտոնավարման տարիներին ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները։ Բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածի մասին։ Նրա կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան 3 միլիարդ դոլարով։ Որտեղ է այդ գումարը, պարոն Սարգսյան։ Դոլար-դրամ խաղի հետևանքով միլիարդավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ուր գնացին այդ գումարները։ Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից։ Թե ձեր ասած չստուգված լուրերի համաձայն ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը, ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և ատկատներով զբաղվում, ելույթում ասել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Իսկ հիմա Գագիկ Ծառուկյանի ամբողջական ելույթը։ Հարգելի գործընկերներ, այստեղ են Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները։ Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։ Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին, եւ ամենակարևորը, ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին։ Մինչև մեր բուն անելիքները ներկայացնելը ես ուզում եմ անդրադառնալ 3 եթերը լցրած հայտնի մարդու ելույթին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին եւ ով է այդ ամենի թիվ 1 պատասխանատուն։ Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն եւ լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ մեղմ ասած վատ կառավարում է իրականացվում եւ Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել։ Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ։ Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով՝ օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից։ Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի բոլոր հիմնական քաղաքական ուժերի եւ գործիչների համախմբման համար։ Ես սահմանել էի խաղի կանոններ, չվիրավորել անձնական թշնամանք չտարածել, որովհետեւ մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը։ Հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել, երեկվանից հետո իմ մոտեցումը չի փոխվել։ Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելավոճին եւ գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում։ Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ, ոչ էլ հիստերիկ եւ էմոցիոնալ վարքագիծն է մերը։ Ես, ինչպես եւ դուք, ծանոթացել եմ այդ մարդու ելույթին։ Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն։ Ոչ մի խոսք այն մասին, թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները, թե ինչու են բիզնեսին տերորի ենթարկելը պետական ծրագիր դարձրել, թե ինչու է երկիրը քանվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից, թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ, թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը, եւ ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել, թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին, թե ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարանքով են խոսում Հայաստանի մասին, թե ինչու է ԵԽԽՎ-ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին, թե ինչու Նայրիտ գործարանի հաշվին դուրս գրված 100 միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ 1700 մարդ հայտնվել է փողոցում։ Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում եւ ստորացնում էր իրեն։ Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչու Բադեն-Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Նա լուր էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։
Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին եւ հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար եւ ոտքի կանգնում։ Իսկ հիմա ես կպատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապես ինձ էին ուղղված։ Անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին։ Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն 6 ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով։ Այսքանից հետո երեք նման ձևով հարցը ներկայացնելը դուք ինքներդ գնահատեք, թե ինչ է նշանակում։ Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին։ Ինձ համար կարևորը Հայաստանի քաղաքացիների վստահությունն է, որն առկա է, այնպես որ ես ունեմ ամենակարևոր մանդատը։ Շատերին է հետաքրքրում, թե ինչու Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով։ Ուզում եմ բացել բոլոր փակագծերը եւ լինել անկեղծ։ Ինձ առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում նաեւ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո, մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով եւ ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահովված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ։ Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական եւ մարդկային հարաբերությունների կանոնները։ Սա է իրականությունը եւ ոչինչ ավելին։ Փաստորեն այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում։ Այսինքն նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելը, դա է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։ Հաջորդը, երեկվա ելույթում ակնարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։ Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին ամիսներ շարունակ ստուգվել են իմ եւ իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները։ Ի տարբերություն իրեն ես չստուգված լուրերի եւ մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր եւ խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից։ Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան 3 միլիարդ դոլարով։ Որտեղ է այդ գումարը, պարոն Սարգսյան։ Դոլար-դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ուր գնացին այդ գումարները։ Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից։ Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը, ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում եւ ատկատներով զբաղվում։ Ուր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության եւ անվտանգության ծառայության ուսանողների, դասախոսների հասանելի գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի։ Պաշտոնապես հայտարարում եմ, իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները 2-3 հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել։ Ուրիշ լուծում չկա։ Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքներին, պատասխանեմ, ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի։ Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր։ Սա մեր բոլորի սամոթն է եւ եկել է սխալները ուղղելու ժամանակը։ Հիմա անելիքների մասին։ Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում։ Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է, արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով։ Սիրելի ժողովուրդ, ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը եւ ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել, բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը։ Ինչ ասեմ, մեղքն իր վիզը։ Ինչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր։ Սիրելի ժողովուրդ, պատրաստվեք պայքարի։ 3000 մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում։ Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի։ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ՝ քաղաքական բոլոր օրինական մեթոդներով, անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն եւ այլն, հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնակությանը, ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի եւ մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ եւ ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից։ Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում։ Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի հետ։ Եռյակի շրջանակում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական վիճակի քննարկումն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հանրապետության առաջին նախագահ Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը մասնակցել են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը եւ ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը։ Օրվա երկրորդ կեսին կայացել է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Ժառանգություն կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանի եւ կուսակցության ներկայացուցիչների հետ։
Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս 1-2 օր, որից հետո եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները, հայտնել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին, ինչպես նաև հերքել այն լուրը, թե իբր Բարգավաճ Հայաստան կուսակցությունից падգամավորներ են հեռանում։ Խորհուրդ եմ տալիս Բարգավաճ Հայաստան կուսակցությանը չշփոթել հանրապետականի հետ, ասել է Նաիրա Զոհրաբյանը։ Անդրադառնալով նախագահ Սարգսյանի ելույթին, ԱԺ-ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշել է, այնինչ երեկ տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստում, որպես Հայաստանի քաղաքացի եւ падգամավոր, գնահատում եմ աննախադեպ, նորանկախ Հայաստանի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում, երբ երկրի առաջին դեմքն իրեն թույլ տվեց անձնական վիրավորանքների շքերթն անվանել ծրագրային ելույթ եւ փաստորեն քաղաքական գործընթացները Հայաստանում տեղափոխել բարոյական հարթությունից բացարձակապես դուրս։ Ես ուղղակի անհարմար էի զգում, երբ հետևում էի, թե ինչպես էին կուսակցության գրասենյակից դուրս եկող տարբեր կալիբրի զնաչոկով հանրապետականները մեկ միասնական ֆաս հրահանգը ստացած արտանետում մաղձ, կեղտ ու թույն։ Ես անկեղծորեն խղճացի հանրապետականների այդ կույտին։ Նրանք սարսափելի ողորմելի էին, որովհետև միայն սկզբունքներ, խիղճ, արժանապատվություն ու դավանանք չունեցող մարդիկ կարող են մեկ հրահանգով անցնել նման հարձակման։ Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձել է հրապարակված լուրին, թե Բարգավաճ Հայաստան քաղաքխորհրդի նիստից անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության գործերեր падգամավոր Հարություն Ղարագերդյանը խմբակցությունից, հետևաբար նաև կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել ու լքել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը ու նաև, որ արդեն իսկ ավելի քան 8 падգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը, այդ թվում Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը։ Ինչ վերաբերում է կուսակցությանը լքելու մասին լուրին, ապա կրկին խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ն չշփոթել իրենց կուսակցության հետ։ Քանզի ակնհայտ է, երբ որ ՀՀԿ-ն այլևս չլինի իշխանության, 3 Գերագույն մարմնի նիստից հետո հարձակման հրահանգավորվածների կույտը հերթ է կանգնելու հաջորդ իշխանության դրան առջև։ Բնականաբար, նրանք բոլորը ստանալու են իրենց արժանի գնահատականը։ Վստահեցնում եմ ձեզ, շատ քիչ է մնացել։ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ՀՀԿ քաղաքխորհրդի նիստի ընդարձակ ելույթի բովանդակությունը դատապարտել է նաև Հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է. ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էր ու մեղադրելով հազարումի հանցանքների մեջ Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից ըստ էության պահանջում է հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի պահանջը Հայաստանի Հանրապետության սահմանադրության կոպտագույն խախտում է։ Քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է եւ չկա սահմանադրական որևէ դրույթ կամ լիազորված մարմին, որը սահմանափակի կամ արգելի դա։ Գագիկ Ծառուկյանը նույնքան իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, որքան Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի ելույթը խոցելի էր բոլոր, թե իրավական, թե քաղաքական, թե բարոյական առումներով, չխոսած քաղաքական հարաբերությունների տարրական նորմերը խախտելու, անձնական վիրավորանքների մակարդակի իջնելու մասին։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության կողմից քաղաքական առողջ մրցակցության սահմանադրական նորմերի լիակատար ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդար մեթոդին ապավինելը, ինչը արվում է Սերժ Սարգսյանի խնդրու առարկա ելույթով։ Կոնգրեսն այս ամենը դիտարկում է որպես իշխող ռեժիմի սեփական մեղքերից հանրային կարծիքը շեղելու անհաջող փորձ։ Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է, թե ով է մեղավոր երկրի ներկա աղետալի վիճակի համար եւ ի վերջո պատասխանի է կանչելու իրական հանցագործներին։ Ժառանգություն կուսակցությունը ևս տարածել է հայտարարություն, որտեղ ասված է Ժառանգություն կուսակցությունը դատապարտում է կեղծված ընտրությունների հետևանքով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտարարությունը։ Հայաստանի ներքաղաքական կյանքի եւ մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած ոչ քաղաքական եւ անձը վիրավորող արտահայտությունները։ Դե ֆակտո Սերժ Սարգսյանը իր այս հայտարարությամբ ավելի է սրում իշխանության վարած քաղաքականության հետևանքով առանց այդ էլ երկրում ստեղծված բավականին լարված մթնոլորտը։ Նախագահի ելույթի հետևանքով ներքաղաքական կյանքում հնարավոր ծայրահեղ զարգացումների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է իշխող մեծամասնության եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա։ Ժառանգություն կուսակցությունը հավատարիմ մնալով իր սկզբունքներին պայքարելու է քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների համար, հետամուտ լինելով պետականության ամրապնդման եւ հասարակության շահերի պաշտպանությանը, ասված է կուսակցության վարչության հայտարարության մեջ։
Ազգային ժողովի յուրինաց երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ևս մի քանի դիտարկում է ներկայացրել Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի հետ կապված։ Պատգամավորն ասել է. մենք չենք աջակցելու պատգամավորին մանդատից զրկելու գործընթացին, հաշվի առնելով այն իրողությունը, որ թե նախորդ, թե այս գումարման ազգային ժողովում կան պատգամավորներ, որոնք տևական ժամանակ չեն մասնակցել խորհրդարանի նիստերին, բայց ոչ մեկի հետ կապված երբեք այդպիսի հարց չի բարձրացվել այդպիսի սրությամբ։ Նշվածը թույլ է տալիս պնդելու, որ այդ որոշումը բացառապես ներքաղաքական խնդիր է, որի առանցքներից մեկը սահմանադրության փոփոխությունն է, որի իրականացումը իշխանության համար գերխնդիր է։ Սահմանադրության փոփոխությունը անընդունելի է ոչ իշխանական ուժերի համար։ Ավելին, այդ փոփոխությունը կարող է հանգեցնել հասարակական քաղաքական ցնցումների, ինչի մասին հայտարարել են եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ ոչ իշխանական քաղաքական ուժերը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մեղադրանքների տեսքով հնչեցրած կասկածներին, ապա ինչ խոսք արտառոց է, որ դա արվում է հենց հիմա։ Եթե եղել է չարաշահում, ապա ինչու է միայն այս պահին բարձրաձայնվում դրանց մասին։ Դա կարծես թե խոսում է առկա հարցադրումների քաղաքական ենթատեքստի մասին։ Արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակում են կարծիքներ հայտնել նախագահի ելույթի վերաբերյալ։ Կուսակցությունների ղեկավարները ասում են, որ նախագահի ելույթը ապշեցրել է իրենց եւ մեծ զարմանք է առաջացրել։ Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները անդրադարձել են նաեւ ԲՀԿ նախագահի պատասխան ելույթին։ Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթը խառնաշփոթ եւ զարմանք է առաջացրել քաղաքական դաշտում։ Արտախորհրդարանական ուժերի ղեկավարները անընդունելի են համարում երկրի նախագահի այդպիսի ցածր բովանդակությամբ ելույթը։ Սերժ Սարգսյանի ելույթը եւ զարմացրեց եւ ապշեցրեց, որովհետեւ ես փորձեցի այնտեղ հասկանալ ողջ իմաստը ելույթի եւ չհասկացա այդ իմաստը ելույթի, որովհետեւ այնտեղ իսկապես իմաստ չկար։ Ելույթը բացարձակ adekvat չէր այն իրավիճակի, որ այսօր գոյություն ունի Հայաստանում։ Ելույթը ընդամենը նորից ապացուցեց, որ Սերժ Սարգսյանը երկիրը կառավարում է ոչ թե սահմանադրությամբ, որը դա պարտավորյալ է, ոչ թե օրենքներով, այլ սեփական ցանկություններով, սեփական կամքով։ Մինչև անձամբ ինքս հեռուստատեսությամբ չտեսա, չի հավատում, որ հանրապետության նախագահը նման ելույթ ունեցել է։ Եթե իսկապես ինքը հայտնվել է մի վիճակում, որտեղ շրջապատն է իրան պարտադրում, բավական է մի թեթև ահազանգ եւ պատրաստ ենք օգնելու։ Երկրի նախագահ, որը կարող է իջնել այդ մակարդակի, եւ ըստ էության արդեն բոլոր չափերն անցնելով նման հայտարարություններ անի կոնկրետ անձերի վերաբերյալ, փողոցային խուսակցությունները իր համար հիմք դարձնի, որպեսզի անվտանգության խորհրդի նիստ հրավիրի։ Անվանարկի քաղաքական գործի։ Ինքը որոշի, թե ինչ չափանիշներ պետք է ունենա քաղաքական գործիչը կամ ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, ով չունի։ Սա բացարձակ բռնապետության մոլուցք է, որ կարծում եմ այս պահին պատել է թե հանրապետական կուսակցությանը, թե նրա ձեռը գուցե գերինգած հանրապետության նախագահի։ Սերժ Սարգսյանը ուղղակիորեն ցույց տվեց, խոստովանեց այն գլխավոր խնդիրը, որը ուղղակի ներսից դեգրադացիա է ենթարկում մեր պետությունը։ Այն է մեր պետության մեջ, Հայաստանի Հանրապետությունում խնդիրները եւ հարաբերությունները կարգավորվում են օրենքով միայն այն ժամանակ, երբ որ դա կամենա վերին իշխանություն։ Քաղաքական գործ չի, առավել եւս երկրի ղեկավարին հարիր չէ այդպիսի ելույթ, ասում են արտախորհրդարանական ուժերի ղեկավարները։ Սերժ Սարգսյանը, եթե ինքը իրեն համարում է գրագետ մարդ, պետք է իմանա, որ նման որակումներ վերաբերում է ոչ միայն Գագիկ Ծառուկյան անձին, այլև նրա կողքանից բոլոր մարդկանց։ Այսինքն նա ոնց որ վիրավորում է նաեւ այն տասնյակ, հարյուրավոր քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին եւ այն 100,000 մարդկանց, ովքեր այսօր Գագիկ Ծառուկյանի կողքին են եւ գնում են նրա հետևից։ Որևէ մեկին, ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով թույլ տրված չի, որ ինքը գնահատի մի ուրիշ քաղաքական գործի, հա, չափորոշիչները, թե նա ինչ իրավունք ունի, ինչ իրավունք չունի, եւ առավել եւս հայտարարի կոնկրետ անձին երկրի առաջ չարիք։ Սա անհասկանալի է։ Իսկ եթե դա անում է հանրապետության նախագահը, սա ընդհանրապես անհասկանալի է։ Երկրի նախագահի հարիք չէ նման ելույթ ունենալ, որտեղ խնդիրը քաղաքական դաշտում է։ Խնդիրը քաղաքական դաշտից Սերժ Սարգսյանը փորձեց տեղափոխել կոպիտ բառը, բայց ռազմորկանների դաշտը։ Ես կարծում եմ, որ նաև այն խնդիրը, որ խոցվում էր
կրթական ցենզերից, ինտելեկտուալ հնարավորություններից, գոնե իրենք պիտի դրա մասին չխոսեն, որովհետև համենայնդեպս իրանց մոտ այդ ոչ կրթական ցենզն է ինչ-որ գերիշխում, ոչ ինտելեկտն է գերիշխում։ Քաղաքական գործիչների կարծիքով երկրի ղեկավարի ելույթի տրամաբանությունը մեկ բանի մասին է վկայում միայն՝ ամեն գնով պահել հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը։ Ես կարծում եմ, սա հանրապետական կուսակցության հոգեվարքային դրսևորումն էր։ Եթե այս մարդկանց համար իշխանությունը դա գերագույն արժեք է, իշխանություն կորցնելը դա մահ է, ապա նման իրավիճակում մարդը ունենում է բավականին լուրջ հոգեկան խնդիրներ եւ այդ խնդիրների պարագայում կարող է գնալ ամեն ինչ։ Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները անդրադարձել են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի պատասխան ելույթին եւ այն համեմատել են Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթի հետ։ Եթե համեմատում ենք պարոն Ծառուկյանի եւ Հանրապետության նախագահի ելույթները, տարբերություններն ակնհայտ են։ Ընդ որում հազարապատիկ անգամ իօգուտ պարոն Ծառուկյանի, որը աշխատում է թիմով, որը ունակ է նման աշխատանքի եւ այս վերջին շրջանի նրա գործունեությունը դա ցույց է տվել։ Եվ այն հարցերը, որ այսօր առաջ է քաշել պարոն Ծառուկյանը, դրանք ասեկոսենների փողոցային խոսակցությունների մակարդակներ չեն, հստակ փաստեր են, որոնց պատասխանը հանրապետության նախագահան պետք է տա։ Գագիկ Ծառուկյանի ելույթը բավականին հավասարակշռված էր եւ դա ինձ ուրախացրեց, որ Գագիկ Ծառուկյանը Չիչավ այսպես ռազմորկաների մակարդակին ինքը ապացուցեց, որ ինքը քաղաքական գործիչ է։ Ինքը ապացուցեց, որ ինքը մտահոգ է երկրի խնդիրներով, խնդիրներով։ Ինքը հերթական անգամ նորից ապացուցեց, որ երկրում հարցերը նման ձևով չեն լուծվում։ Գագիկ Ծառուկյանի ելույթը իր խոհեմության եւ կոռեկտության սահմաններում ինձ բավականին ողջևորեց եւ նաեւ այն կոչը Գագիկ Ծառուկյանի ժողովրդին, հասարակությանը, մարդկանց համախմբվել, ես կարծում եմ, որ այդ կոչը բոլորի կողմից կընդունվի։ Ես շատ վստահ եմ։ Ծառուկյանի խոսքը բավականին adekvat, համարժեք գնահատական էր եւ շահականորեն տարբերվում էր էմոցիաներից զերծ լինելու առումով եւ ամենակարևորը նախանշում էր ավելի շատ հետագա անելիքներ, քան թե իրավիճակային զուտ ինչ որ պատասխան արձագանք։ Եվ ակնկալում ենք, որ շատ սեղմ ժամկետներում հնչած խոսքերը կդառնան կոնկրետ գործողություններ։ Արտախորհրդարանական քաղաքական ուժերը մեկ բան են վկայում՝ սպառված իշխանությունը հիստերիայի մեջ է ընկել եւ բնական է, որ այդ տրամաբանությամբ պետք է առաջնորդվի եւ այդպիսի ելույթներով հանդես գա։ Արթուր Հակոբյան, Ժիրայր Հաբետյան, Էպիկենտրոն։ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի ելույթներն այսօր մեկնաբանել են նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորները եւ ոչ միայն։ Պարոն Ծառուկյանի ելույթում կարևորագույն ուղերձները նրանք են, որ այն կուրսը, այն ուղին, ինչ Բարգավաճ Հայաստանը ընտրել էր, պիտի շարունակի նույն ուղղությամբ շարժվել, այն տեսակետը, որոնք մենք ունեինք մեր ծրագրերը երկրի նկատմամբ, երկիրը շենացնելու նկատմամբ, ժողովրդի խնդիրները լուծելու նկատմամբ, ինչը մենք ունեինք, մեր համար չի փոխվել, դրանք մնում են ուժի մեջ, մեկ։ Երկրորդը, մենք մշտապես գործել ենք հարցերը քննարկելու, դիալոգ ունենալու կոնստրուկտիվ դաշտում։ Իշխանությունները դա չուզեցին։ Եվ կարևոր խնդիրներից նաև Ծառուկյանի ասած, այն է, որ մեր պահանջները մենք հիմա հստակեցնում ենք։ Դա դիմում ենք ժողովրդին, հավաքվում ենք բոլորս եւ պահանջում ենք արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով իշխանափոխություն։ Այնպես որ առաջիկայում մենք մի շարք քննարկումներից հետո կհայտարարենք նաև միջոցառումների օրերը, որ օրը մենք հավաքվում ենք եւ ինչ ենք անում, բայց դա շատ չի ուշանալու, ընդամենը հաշված օրերի խնդիր է։ Մենք մեր ասածներին գնալու ենք, հետամուտ ենք լինելու, մնալով նորից կոռեկտ, առանց մարդկանց վիրավորելու, բայց երկրի խնդիրները լուծելուն ուղղված մեր գործունեության մեզ յուրահատուկ սահմաններում։ Բայց այսօր մենք այդ խնդիրների լուծումը միմիայն արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխության մեջ ենք տեսնում։ Գլխավոր ուղերձը արտահերթ նախագահական ընտրություններն էին եւ դրանով ամեն ինչ ասված է։ Գլխավոր ուղերձի մեջ տեղավորվում է այն,
որ այլևս ոչ համբերել է հնարավոր, ոչ հանդուրժել ու ոչ էլ վարանելու անհրաժեշտություն կա։ Ես կարծում եմ, որ շատ adekvat պատասխան է, առանց մանրանալու, առանց գիտեք մագարտագի իջեցնելու վիրավորանքների, կարծում եմ իրերը իրենց անուններով կոչվեց մի բան, որ ընդդիմությունը միշտ էլ արել է, Վարկանիշ կուսակցությունը միշտ էլ արել է, այնպես չէ, որ որովհետև մեզ հետ այդպես վարվեցին եւ մենք փոխադարձում ենք, ոչ, մոտավորապես կրկնվել է այն, ինչ մինչև օրերս ասվել է, բայց արդեն քաղաքական այլ դրամապանության շրջանակներում է ընկալվում այդ ուղերձները եւ անպայման այս նոր դրամապանության եւ նոր ստեղծված իրավիճակում այդ ուղերձները իրենց կորզնական նշանակությունը կստանան շուտով։ Նախագահի ելույթը գնահատում է երկրի հիմնական մարտահրավերները թողած անձնական վիրավորանքների հավաքածու, որտեղ որևէ երկրին հուզող, ժողովրդին հուզող, երկիր առաջ ծառացած խնդիրները օր առաջ լուծելուն կարոտ խնդիրների մասին խոսելու փոխարեն այնտեղ միայն անձնական վիրավորանքներ էին։ Այնպես որ ես այնտեղ քաղաքական ելույթ չեմ տեսել, իրավիճակը գնահատող ելույթ չեմ տեսել եւ երկրի ապագայի նկատմամբ մտահոգ ելույթ չեմ տեսել։ Արդեն առիթ ունեցել եմ ճիշտն ասած ասելու, հատուկ կրկնվեմ, դա առաջին հերթին թողեց տպավորություն ջղագրգիռ, ապա քաղաքական ռազմորկայի, այլ ոչ թե քաղաքականապես սեփական երկրի խնդրով մտահոգված մարդու կամ հեղինակի։ Ես ցավում եմ, որ չխոսվեց ահռելի թվով հացի ու դեղի կարիքից աչքերը արցունքով լցնող մարդկանց մասին։ Ես ցավում եմ, որ չխոսվեց 100 հազարավոր Հայաստանը լքած դեռ լքելու պատրաստվող մարդկանց մասին։ Ես ցավում եմ, որ չխոսվեց յուրայինների կլանավորման, թիմային, չգիտեմ, շահերի առաջ խաղացման, սեփական շրջապատին պաշտոնների նշանակելու համար պաշտոններ բացելու եւ այլն։ Եվ չեմ էլ ուզում շարունակել, որովհետեւ ժողովուրդը շատ լավ ամեն բան գիտի։ Կարծում եմ այլևս կոռեկտություն պահպանելու պատճառով ամեն ինչ չասելու ժամանակը անցել է ու խախտվել է հենց իրենց կողմից, այլևս ասվելու է ամեն ինչ ու կարևորը արվելու է ամեն ինչ։ Անկեղծ ասած ավելի չկշռադատված, ավելի անհավասարակշռիր եւ ընդհանրապես նախագահին ոչ հարիր ելույթ ես երևի թե մինչ այժմ չէի լսել եւ անկեղծ ասած ես կարծում եմ որ քաղաքական ելույթը եւ ընդհանրապես քաղաքական առաջին դեմքի ելույթը պարզապես իրավունք չուներ լինել անձնական վիրավորանքներով եւ իրավունք չուներ ամբողջ ելույթը կառուցվեր զուտ որևէ անձին վիրավորելու այսպես սկզբունքի վրա եւ եթե հանրապետական կուսակցությունը կարծում է որ քաղաքական գործունեությունը հենց այսպիսի ելույթներն են այդ դեպքում հարց է առաջանում արդյոք իրենք իրավունք ունեն գտնվել քաղաքականության մեջ ուրեմն վստահաբար ասում եմ, որ ոչ, այսպիսի ելույթով, այսպիսի մոտեցմամբ քաղաքական գործիչները մեր քաղաքականության մեջ որևէ տեղ չունեն։ Բացառապես կարող եմ ասել, ոչ քաղաքական բովանդակություն ունեցող ելույթեր, միևնույն ժամանակ պետք է ասեմ, երկրում տեղի ունեցող տնտեսական, հասարակական, քաղաքական որևիցե գործընթացին հաղորդակից ելույթ չէր, իր մեջ պարունակում էր անձնական վիրավորանքներ եւ ապատեղեկատվություն։ Եվ կարճ ժամանակահատվածում հասարակությունը հայ ժողովուրդը իր ներկայությամբ կփաստի, թե իրական երկրի տերը ով է եւ ով ինչ գործառույթներով է զբաղված Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ ասած, ես շատ վատ եմ գնահատում, ասեմ, որ այդ առումով իսկապես անագնկալ էր։ Այդ ցանկացած նախագահի վայել ելույթ չէր։ Նախ որ այդ ելույթը սկսվից մինչև վերջ հակասահմանադրական ելույթ էր։ Ես այդ ելույթից հետո եկա, գիտեք, արդեն համոզմունք ունեի, մոտ առավել ամրագրվեց, որ իրոք իշխող կուսակցությունը Հայաստան երկրին վերաբերվում է որպես իրենց համար մի տարածք, որտեղ ինչ ուզենան կանեն։ Այդ ելույթի խորակիրը ես կդնեի սա երկիր չի։ Իսկապես կարդում ես, հասկանում ես, որ մի քաղաքական ուժ, մի մարդ ինչ ուզենա կարա անի։ Յուրաքանչյուր բարբերություն իսկապես իր մեջ պարունակում է հակասահմանադրական դար։
Եթե գիտեիք ինչ որ մեկը օրենք է խախտել, մինչև հիմա ինչ որ անեիք, ուրեմն դուք օրենքը շրջանցել եք, հանձնարարում եք ուժայիններին ինչ որ հետապնդումները սկսել, ընտրովի արդարություն եք իրականացնում, դուք արդեն գործադիրի ներկայացուցիչը ինչ որ հանձնարարություն եք տալիս, օրենսդիրի գործերին միջամտել, խորհրդարանական մանդատ վերցնել, եթե գտնում եք, որ խորհրդարանի գաղտնիությունն է խախտել, մինչև այդ ինչ որ բան անեիք։ Այս բոլորի եզրակացությունը ինձ համար այն է, որ եթե իմ հետ ես, բոլոր տեսակ օրինախախտումներ կարող ես անել։ Եթե իմ դեմ ես, հենց իմ քո թողած օրինախախտումները օգտագործում քո դեմ քեզ պատժելու համար։ Սա պետության հատկանիշներ չեն։ Եվ նորից եմ գրկնում նախագահի վայր ելույթ չի։ Իսկ ամենավատը այս բոլորի մեջ այն է, որ եթե մեր քաղաքական ներկա բնակը բազմագույն էր, բազմազան էր, այն իմաստով, որ հնարավոր էր այս իրավիճակում ստեղծված ելքեր գտնել փոխադարձ համաձայնությամբ, ինչ որ բաներ պայմանավորվելով երկիրը այս վիճակից դուրս բերել։ Նախագահը Սերժ Սարգսյանը այդ ելույթով իր այդ ներկա բնակի քույները բոլորը հանեց, դարձրեց սև ու սպիտակ եւ ձեռնոտ գցեց ընդդիմությանը, կամ ես, կամ դուք։ Եվ արդեն մեր կախորհրդի նիստում կարող եմ ասել, որ Ծառուկյանը, Վարկանչ Հայաստան կուսակցությունը եւ համաժողովրդական շարժումը, Երիագը շուտով մեր հանդիպումը կլինի, գիտեմ, որ բոլորը արդեն նույն դրամապանության մեջ են, ընդունում են այդ մարտահրավերը եւ կարծում եմ, որ շատ մոտ օրերին անպայման հանգուցալուծում կլինի ի օգուտ ընդդիմությանը, որը նշանակում է դա կլինի ի օգուտ հայ ժողովրդին եւ ի օգուտ մեր պետականությանը։ Առանց այդ վախեցնող ժամանակներում սպառնալից խոսքեր լսել պրեզիդենտից արդեն ծիծաղելի է, որովհետև մենք այնքան ենք սպառնալից խոսքեր լսել բոլորից։ Այ որ եթե սենց չլինի, պատերազմ կլինի, ամիջել կյանքներից վերջը չենք սպասելու։ Ես նախ եւ առաջ ինձ համար միազնյա իշխանություն ֆեոդալական չեմ ընդունում։ Գիտենք, որ նա չընտրված նախագահ է, այս ժողովուրդը այդ ժամանակ ստորացված է դառնում։ Այսինքն դու ինչ է ուզում անես, ինքը իր բերանով ասես չէ, ինչքան կուզենք, այնքան էլ խփենք։ Եվ մեր ժողովրդի արտագաղթի պատճառներից հիմնականը այն է, որ ժողովուրդը իրան բարեկալքված ազգում եւ անտեր ազգում։ Նա չի ուզում իր փափուկ մասը կտրի աթոռից, որովհետեւ հակառակ պարագայում պետք է շատ բաներ դուրս կգան ջրերից։ Օրինակ, ՀՄԿ-ի նախագահը կավեինի աշխատող է, իր փեսին գերնա, իր փեսեն գնացել է Վատիկանում դեսպան։ Վատիկանի բանկը արդեն հայտնի է, որ փող լվալով է զբաղված այնտեղ։ Իր բարեկամ մոտիկներին, ով որ քցնում է իրան, նա դնում է նախարար։ Ինչ կապ ունի մշակույթի նախարարը մշակույթի հետ, կրթության նախարարը, դա աբսուրդ է ուղղակի։ 4-5 հատ փայտե նախադասություն ասում, միաշանակ։ Ոչինչ չի ասում, ինքը չի համապատասխանում պրեզիդենտի ֆորմատին, որ գավառական մտածողություն ունեցող ծանծաղմիտ մարդը չի կարող այսքան լարված ու այսքան բարդ իրավիճակում երկիրը դուրս հանի այստեղից։ Մենք այսօր դարձել ենք անկլավ ինչ-որ մի բան, ես չհասկացա այդ ֆուտբոլային դիվանագիտությունը իր բնավ, եւ առասարակ չեմ հասկանում ինքը ինչի է նստել այնտեղ, այսինքն հասկանում եմ, որ վաղ հանկարծ իրոք մի ազնիվ մեկը գա, փոխվեն ԿԳԲ-ի աշխատողները, փոխվեն մյուս աշխատողները հին բաները դուրս գան, չէ՞ որ նրան սպասում է քրեական պատասխանատվություն, կամ գոնե կարելի է հարուցել։ Նա կասի, որ ես ոչինչ չունեմ, ամբողջը իմ եղբորն է, իսկ ով է իր եղբայրը։
Ինչքան կարող է ժողովուրդը ստի մեջ ապրել։ Մոռացել եք, երբ որ Ղազախստանի պրեզիդենտը փաստորեն վիրավորեց, որ իմ թուրք ընկերոջը ընչեք, մինչև այս հարցը չլուծվի եւ այլն, ինքը ոչ մի ձայն չանեց։ Այդ ելույթը ով որ գրել էր իր համար, չեմ կարծում որ շատ խելացի մեկը լիներ։ Որովհետև ելույթն ասում էր, որ կա այսպիսի կուսակցություն, որ կա Գագիկ Ծառուկյան, որը դեմ է այս իրավակարգին։ Նա դրանով հաստատեց ընդամենը։ Բայց չխոսեց, որ ասենք, կա կազմակերպություն, որ կոչվում է Եհովայի վկաներ, որ չգիտես են չի Ֆրանսիայում արգելված են, իսկ ստեղ ընդունված են։ Նրա համար հիմա դուրս գալը, դա մահվան մի բան կլինի, որովհետև այն բիզնեսներն ու փողերը, որ ինքը ունի, ինչ պիտի լինեն։ Պետք է վերադարձվեն ժողովրդին, չէ՞։ Պետք է փոփոխություններ լինեն ներկարգերում, բայց նաև անհատի փոփոխություններ պիտի լինեն, չէ՞։ Ինչքան կարելի է նույն գորշ դեմքը տեսնել։ Եթե զգացել եք նա խոսելուց, դա կոչվում է ժեստիկուլյացիայի տրամաբանությունը։ Վերջին անգամ սենց էր կանգնել։ Ինչացիք ինչ-որ բան է պահել ձեռքում։ Ես ժեստերով կարող եմ որոշել մարդը, ինչ տեսակ մարդ է։ Կանգնել եք չեն սովորացրել։ Հուսահատ ճիճ, ահա այսպես են բնութագրում Սերժ Սարգսյանի ելույթը մշակութային ու քաղաքական մի շարք գործիչներ, մանրամասներն առաջարկվող տեսանյութում։ Նախագահ Սարգսյանը միշտ ամենուր եւ ամեն պահի մի բան ասելու համար օգտվում է թղթից, նա միշտ կարդում է, ոնց կարող է մոռանալ իր իսկ կարդալն ու քննադատել քաղաքական գործչի մտավոր ունակությունը, երբ ելույթի ժամանակ, ասենք թե միտեղից մի բան է կարդացել։ Նախագահի ելույթի վերաբերյալ դիրքորոշում է հայտնում քաղաքացիական դիրքորոշում հասարակական կազմակերպության նախագահը։ Աստանայի հանդիպման, երբ որ մի բառ չասեց, ժողովուրդը ստեղ սառը ցնցող տարավ, մի շաբաթ շոկի մեջ էինք, ու այդ մարդը խոսում է ինչ-որ Բրյուսելից, բանից, Աստանայում չկարողացավ մի բառ ասել, մի բառ անգամ չասեց, ամոթից ժողովուրդը, իր տեղը ժողովուրդն էր ամաչում։ Այսքան ժամանակ մեր համագործակցության ընթացքում ես չեմ հիշում որևէ դեպք, երբ որ Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ քաղաքական անհատի կամ քաղաքական կուսակցության վերաբերյալ վիրավորական որևէ արտահայտություն է եղել։ Եվ եթե խորհրդաժողովից հետո որևէ մեկը կարծում է, որ վիրավորական ինչ-որ արտահայտություն է եղել, դա արդեն կարծում եմ, որ անձնական խնդիրներ ունեցող անձնավորություն է եւ պետք է դիմի բժիշկի։ Ինչ պատահեց նախագահին, ինչու խոսեց այդ տոնով ու այդ ձևաչափով, հարցին պատասխանում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Սերժ Սարգսյանի ամբողջ ելույթը ձևակերպել կարող եմ մեկ բառով, դա տղայական ռազմորկայի ֆորմատից էր, որովհետև լուրջ երկրի լուրջ նախագահան երբեք չէր կարող իջնել այդ մակարդակի։ Հայաստանի Հանրապետությունում այսօր կան բազմաթիվ խնդիրներ, ընդհուպ արտագաղթ, մարդկանց ծայր աստիճան սոցիալական ծանր վիճակ, ուսանողների զգալի հատվածի համալսարաններից դուրս մնալու խնդիրներ բազմաթիվ են, գլոբալ առումով որ վերցնենք, բազմաթիվ խնդիրներ կային այսօր Հայաստանում, այնինչ նախագահն անդրադարձել է Գագիկ Ծառուկյան անձին։ Նախագահ Սարգսյանի ելույթին են անդրադարձել նաև մշակութային գործիչներ։ Դուրս է գալիս տարիներ շարունակ մեր հայրենիքը կրկեսի էր վերածված, եթե արդեն խոսում ենք գրագետ քաղաքականության մասին, այսպիսի խոստովանություններից եւ պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար իր վրա վերցնելուց հետո քաղաքակիրթ աշխարհում նախագահը անհապաղ պետք է հրաժարական տար։ Արմին Ավետիսյան, Հավանես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Նախագահին անհարիր և վիճակն ապակայունացնող հայտարարություններ, այսպես են ազատամարտիկները գնահատել Սերժ Սարգսյանի ելույթը, նրանց կարծիքով բոլորի համբերության բաժակը լցվել է և հասունացել իշխանափոխության պահը։ Նախագահի ելույթը նման էր կամրջի վրա ուխտի պարգալուն։ Ազատամարտիկների կարծիքով երեկվա հնչեցրած գնահատականները հարիր չէին նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդուն։ Արտաքին թշնամի ունեցող երկիրը ներքին թշնամանք սերմանելու իրավունք չունի։ Իսկ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախագահի քայլն ուղղակի արկածախնդրություն էր։
Ցավում եմ, որ երկրի նախագահի ելույթի մեջ կործանվող նավավարի ելույթ էր։ Ազատամարտիկների գնահատականն է նախագահի ելույթից պարզ դարձավ ռեժիմը խուճապի մեջ է, իրավիճակին այլևս չի տիրապետում։ Մենք արդեն ամիսներ շարունակ տեսնում ենք հակական թևի ցայտնոտը, այսպես ասած, խուճապը, որը որ օր-օրի ավելի բացահայտ եւ ավելի ցուցադրական է դառնում։ Ստեղծված ցայտնոտի հետևանքն են բազմաթիվ բռնարարքները, հարձակումներն իրենց պես չմտածողների վրա։ Երեկվանից նաև սեփական կարգավիճակին ոչ հարիր արտահայտությունները։ Ինքը երկրապահ կոչվում, այն դեպքում, երբ որ մոռացել է, որ ինքը երկիրը պահողը պետք է լինի, ոչ թե երկիրը քանդողը։ Իսկ նման գործողությունները ուղղակի տանում են երկիրը քանդելուն։ Խստագույնս դատապարտելի է ու շատ շտապ պետք է կանգնեցնել այս նման տեսակ շարժումները։ Մենք թույլ չենք տա ոչ մի երկրի ղեկավարի, ոչ մի քաղաքական ուժի, որ փորձի այս մեր քրտինկով այրանգելով ձեր բերած հայրենիքը տանեն կորզաման։ Ազատամարտիկները շեշտում են, իրենք խաղաղ փոփոխությունների կողմնակից են, բայց եթե մարտահրավեր է նետվում, նշանակում է հասունացել է համարժեք պատասխանի պահը։ Այսօր նախագահն իրավունք չունի այդ արտահայտությունը ենելու, որովհետև վերցնենք սպես, իր աշխատած տարիներում, ինչ փոփոխություն է եղել մեր երկրում, մեր ժողովրդի տարբեր շերտերի մեջ է, աշխատատեղեր չկա, մենք մինչև վերջ չենք գնացել, այսօր մենք պարտավոր ենք, այն ինչ որ կիսատ ենք թողել, կանելու այն մարդու կողքը, ով որ այսօր կարող է երկրի այս իրավիճակից գոնե ինչ որ բանով մթնոլորտից դուրս հանել լավին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այսօրվա ելույթի հետ համամիտ են ու պատրաստ սատարել նրան մինչև սկսած գործի հաղթական ավարտ։ Եթե մենք վերցնենք Ծառուկյանի ու Սարգսյանի ելույթներ, ասենք առանց անունների հրապարակվեր եւ մարդիկ կարդային, հակառակ կարծիք կունենային, որ Ծառուկյանի ելույթն ավելի շատ նախագահի ելույթ։ Հանրությունը վաղուց մեր քաղաքական դաշտի առաջի դեմքերից ոչ իշխանական վաղուց նմանատիպ հստակ կոնկրետ կոնստրուկտիվ ելույթներ էր սպասում, Փառք Աստծուն, հասանք այդ օրին։ Փառք Աստծուն, որ կարճ ժամանակում մի քանի օրի ընթացքում մենք նոր իշխանություն կտեսնենք։ Ազատամարտիկները միակարծիք են եկել է իշխանափոխության պահն ու իրենք կանգնած են դա իրագործողի կողքին։ Տաթև Դանիելյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Այսօր մայրաքաղաքի փողոցներում կատարած հարցումները հերթական անգամ ապացուցել են, որ հասարակությունը այլևս չի ցանկանում հանդուրժել իշխող քաղաքական ուժին։ Մեր երկրի քաղաքացիները դատապարտել են Սերժ Սարգսյանի ելույթը եւ իշխանափոխություն պահանջել։ Իրավիճակը լավ չի։ Ես միայն մի բան վերջերս որ տեսել եմ, դրանից զարմացած եմ։ Այն որդեկորուս մայրերին, որ ասֆալտի վրա քարշ տվեցին, դա մեր ազգին հարիր չէր։ Մնացած այդ քաղաքական հարցերը թող իրոք քաղաքանագետները որոշեն։ Առանց բարձրաբանելու, առանց մի որևէ հետաքրքիր երկրում ինչա կատարում, ինչա տեղի ունենում, ով է մեղավոր, ով չի մեղավոր, ինչ այս վերջի դեպքերը մանավանդ մի անգամից հայտարարում կտրուկ հայլերի է դնում, առանց հիմնավորելու, բայց դու եղբայր ինչ որ բան արեցիր, դրա առաջը առնելու համար որևէ հայլի դիմեցիր, դրական չհամարեցի, ինչի ճիշտ չէր։ Ինձ դուր չեկավ նախագահի ելույթը։ Մենք պետք չէր այդ ձևի խիստ խոսել, այդ վիրավորական խոսքեր ասել։ Գագիկ Ծառուկյանի ձգտումը նախագահ դառնալը չի, Գագիկ Ծառուկյանի ձգտումը այս իրավիճակը շտկելն է։ Ժամանակն է մեր կառավարության այս անարխիան, այս մաֆիան փոխելու, որ ինչ ուզում անում են, ում ուզում են ծեծում են, այս կառավարությունը պիտի փոխել։ Մեղ կա ժողովուրդը։ Ինչ եղավ, որ միանգամից որոշեցին գցեն խեղճ մարդուն, զրկեն ամեն ինչից, դեպուտատությունից մանց, ինչ եղավ, որ ինչա ճիշտ բան ասես, որ երկրում վատ է վիճակը, որ ճնշում են։ Դա նախագահի ելույթ չէր, փողոցային ռազմորկա էր դա, կարող եմ ասեմ ուղղակի, ուրիշ ոչինչ։ Եվ եթե ուզում եք իմանալ, թող նախագահն իմանա, այս երկիրը երկիր չի, այս երկիրը պետք է փոխվի և շտկվի։ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը Բարգավաճ Հայաստան կուսակցություն մտնելու դիմում է ներկայացրել։ Փետրվարի 12-ին լսելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ական առաջնորդների ելույթները ուղղված ձեր գործունեությանը, խնդրում եմ ընդունել ձեր ղեկավարած կուսակցության շարքերը, ասել է նա։ Կարծիքներ, հայտարարություններ, մեկնաբանություններ։ Նախագահի ելույթը հասարակական քաղաքական գործիչների քննադատության թիրախում է։ Ելույթը նախագահի դիրքին վայել չէ, հիմնական եզրակացությունն է։ Սա նաև ինչ որտեղ նվաստացնող էր Սերժ Սարգսյանին։
քանզի նախագահի կարգավիճակ ունեցող մարդը խոսում է փողոցային բառապաշարով եւ պիտակավորումներով, անգրագիտության, չգիտեմ ինչի մեջ մեղադրում է իր ընդդիմախոսին, բայց երբ որ դնում ես ելույթները իրար կողք, սկսում ես ելույթները համեմատել, այստեղ հարց է առաջանում, իսկ ով է այստեղ Սերժ Սարգսյանի պիտակավորումներին համապատասխանում։ Եթե նախագահն ընդդիմախոսների հետ խոսում է հայհոյախառն տեքստով ու վիրավորական արտահայտություններով, ապա Գագիկ Ծառուկյանի պատասխանը քաղաքական է, ընդ որում առանց հայհոյանքների եւ առանց հանրային ու պետական շահը խախտելու։ Սերժ Սարգսյանի ասածով ստացվում է, որ մարդը եղել է օրինազանց, բայց ինքը հետը կոալիցիա է կազմել, չգիտեմ, երկրի ղեկավարման պոստն է վստահել կամ անվտանգության խորհրդի անդամ է դարձրել։ Ինքը միգուցե ուշադիր նայի, ուշադիր ստուգի իր ինֆորմացիան, միգուցե հանրապետականի մեջ գտնվող այդ իշխանավորները եւս խնդիրներ ունեն օրենքի հետ, սակայն ելնելով նեղ անձնական կամ ֆինանսական շահերից Սերժ Սարգսյանը չի փորձում որևէ գործողություն իրականացնել։ Բացի այդ, այնտեղ շատ կարևոր կետեր կային Գագիկ Ծառուկյանի ելույթում, նա նշում է, որ Սերժ Սարգսյանը իրեն առաջարկել է գնալ սահմանադրական փոփոխությունների, խոստացել է նախագահի աթոռը, իշխանությունը պահելու գնով կոպիտ ասած, այսինքն սա ես կասեի Սերժ Սարգսյանին ուղղված լրջագույն մեղադրանք է, քանի որ Սերժ Սարգսյանը պետության դեմ դավադրություն է կազմակերպել, փորձել է ուժերի քաղաքական ուժերի ներգրավել իշխանությունը բռնազավթելու համար։ Հանրապետության առաջի դեմքը իրանք չունի այդպես խոսալու։ Այսպես ապրել չի լինի, մենք պետականություն ենք կորցնում, կարծում է Գուրգեն Եղիազարյանը։ Ասում է նախագահի ելույթը ծրագրված գործընթացի սկիզբը չէ։ Թիրախում նախ երկրապահներն էին, հետո Արտակ Խաչատրյանը, հիմա հասել են կուսակցության նախագահին ու դեռ կշարունակվի, եթե երևույթի դեմն առնելու մեխանիզմը գործի չդրվի։ Ինչ այն շարունակում։ Մինչև 3-4 օրը Գագիկ Ծառուկյանը պարզում էր, որ օրինապաշտ քաղաքացի էր։ Բարերար, բարբերաբար ելույթներ են ունենում համատեղ միջոցառումներ են անցկացնում եւ ոչ մի անգամ Սերժ Սարգսյանի մտքով չանցավ, որ գործ ունի Թալանչիի հետ։ Հենց որ այդ մարդը ելույթ ունեցավ կանգնեց ժողովրդի կողքին, պարզվեց, որ Թալանչիա եւ կեղծ բարերար։ Նախագահի ելույթից հետո ազգային անվտանգության նախկին փոխնախարարի արձագանքը չուշացավ։ Կեսօրին Գուրգեն Եղիազարյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամագրվելու որոշում է կայացրել։ Այն ինչում պետք է իր հետ մեղադրեինք, նա մեղադրեց Գագիկ Ծառուկյանին։ Դա էլ հիմք հանդիսացավ, որ ես դիմում գրեմ եւ անդամագրվեմ ԲՀԿ-ի շարքերին։ Կոչ եմ անում իմ համախոհներին հետևել իմ օրինակին։ Դառնանք ԲՀԿ-ի անդամ, որտեղ այս ամեն ինչից երեկվա ելույթից ուղիղ 37 թվի նեխած հոտ էր գալիս։ Այնինչ Վարդան Բոստանջյանն ակնկալում էր լսել նախագահի ելույթից չլսեց։ Երկրում չլուծված խնդիրներ կան։ Իստի ժամանակ հենց դրանց հրատապլուծումների մասին էր պետք խոսել։ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հավանել է, ասում է ժողովրդի շահերից էր բխում։ Կուզենայի լսել մեր երկրի իրավիճակի մասին, խոսելի բազմաթիվ տեղերի մասին, ինչպիսին պետք է լինի մեր քաղաքականությունը, որ մենք կարողանանք այս խոցելի պահերից ազատվել, սակայն դա չեմ լսել։ Ի տարբերություն Ծառուկյանի կողմից ես լսեցի, այո, հանրապետության բոլոր կարևորագույն հիմնական ցավոտ կողմերի մասին եւ այդ իրավիճակից դուրս գալու այդպես լուծումների, մոտեցումների մասին։ Լուսինե Մուրադյան, Արթուր Սուքիասյան, Էպիկենտրոն։ Մեր նկարահանող խմբերը Երևանի փողոցներում հարցրել են հասարակ քաղաքացիների կարծիքը, նրանք ասել են, որ դրական են գնահատում Գագիկ Ծառուկյանի գործունեությունը եւ սատարում են նրան։ Ծառուկյանը կարգին տղա է, իզուր տեղեյան փնովում են։ Շատ լավ մարդ է։ Այդքան բան կարամ ասեմ, որպես մարդ։ Շատ ընտիր մարդ է։ Ինքը միշտ էլ օգնել է ժողովրդին։ Շատ լավ մարդ է։ Հարգանքով, ամեն ինչով ժողովրդին օգնող, հայրենասեր, ազգասեր մարդ է։ Ինքը բավականին, այսինքն ազգա, ոնց ասեմ, ինքը բավականին կառուցողական քաղաքականություն ունի եւ բիզնես դաշտում, եւ սպորտի բնագավառում, այսինքն այնքան լայն է եւ արտադրության մեջ։
Պետության ղեկավարին ոչ վայել ելույթ, այսպես են որակում մեր քաղաքացիները նախագահի երեկվա ելույթը, նրանք պնդել են, որ ստեղծված վիճակի միակ մեղավորը պետության ղեկավարն է։ Բացահայտումները նախ եւ առաջ իրենց վերնախավից պիտի սկսեն, ասել են քաղաքացիները։ Մեր հայրենակիցները վիճակի ելքը տեսնում են իշխանափոխությունը։ Սիրուն չէր վերնախավի համար, էլիտարի համար նման արտահայտություններն անել։ Չեք կարծում, որ նախագահն ոնց որ խոստովանեց, հիմնականում մեղքի իրենն էր ամենաշատը։ Ժողովրդին էլ դա դուր չի գա։ Շատ սխալ ելույթ էր։ Եթե բացահայտում է իր կաբինետից բռնացրած, միջև իր ամբողջ կուսակցությունը պետք է բացահայտի։ Ամաչում եմ, որ ասեմ իմ կարծիքս նման բան ոչ նախագահան եւ ոչ էլ մնացած աշխատողները իրանց իշխանավորները իրավունք չունեն նման հայտարարություններ անելու ամոթամեզել։ Ըստ ես ով պիտի փոփոխություն իրականացնի։ Գագիկ Ծառուկյանը կկարողանա։ Ինքը իր խոսքի տեր մարդ է, ես բազմիցս համոզվել եմ դրան։ Կարծում եմ նա իրոք արդյունքի կհասնի, որտեղ բավականին հզոր թիմ ունի նա, հզոր թիմ եւ ժողովրդի կողմից սիրված անձ է։ Ամեն դեպքում դուք հույս ունեք։ Շատ։ Արդեն ծեծում, արդեն սպանում։ Ոնց կարելի է այդպես։ Ուզում են հայտնաբերում են, ուզում են չեն հայտնաբերում։ Քաղաքագետներին եւ ոչ իշխանական քաղաքական ուժերին մտահոգել է 3 ՀՀԿ նիստի ժամանակ հնչած նախագահի ելույթը։ Այսօր նրանք կարծիք են հայտնել, որ նախագահի ելույթը եւս մեկ անգամ ապացուցել է սարսափի եւ խուճապի մեջ իշխանության գտնվելը։ Քաղաքագետների եւ քաղաքական ուժերի արձագանքն ու գնահատականը Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթին չի ուշանում։ Երեկվա հանրապետականի նիստը ավելի ճիշտ սխոտկան ցույց տվեց, որ դա կուսակցություն չի, ընդամենը ոհմակ է եւ կարելի է ասել դա սպառնալիք էր, քաղաքական հետապնդման քայլեր ուղղված Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ։ Ըստ էության երևաց, որ հանրապետության նախագահը իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի եւ չի խուսափում անգամ քաղաքական նման սպառնալիքներից եւ ըստ էության դա կարծես թե Հայաստանը հետ գցեց մի քանի տարով։ Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության նախագահի ելույթը խայտառակություն է համարում։ Ըստ նրա դա փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրված ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի խորհրդաժողովին իշխանության սարսափած պատասխանն էր։ Դա նշանակում է, որ իշխանությունները սարսափած են քաղաքական ակտիվացումից, դա նաև արձագանքներ իմ ելույթում, եթե ես հիշում եք, ասացի, որ իշխանությունները շատ խայտառակ ձևով են արձագանքելու փետրվարի 5-ի խորհրդաժողովին եւ երբ որ Սերժ Սարգսյանը զգաց, որ հողը ոտքերի տակից գնում է, նա արդեն, ինչպես ասում են, փորձում է մաֆիայի օրենքներով, իսկ նախագահական աղբյուրներից ինձ հայտնի է, որ ասենք Սերժ Սարգսյանի ամենասիրած ֆիլմը Կնքահայրն է եւ նա օրվա մեջ 7 անգամ նայում է եւ միգուցե նախորդ օրը նայել էր իր ելույթից առաջ։ Քաղաքագետ Գեգամ Նազարյանի խոսքով նախագահի երեկվա ելույթը ցնցում է առաջացրել երկրում եւ քաղաքագիտական վերլուծության ենթակա չէ։ Որևէ մեկը չէր սպասում, որ երկրի թիվ 1 պաշտոնը զբաղեցնող մարդը նման կարգի ելույթ կունենա, որը քաղաքագիտական տեսանկյունից վերլուծության ենթակա չէ, դա առաջին հերթին պետք է հավանորեն վերլուծեն հոգեբանները, փորձելով հասկանալ, թե մարդը ինչ աստիճանի վրա է գտնվում, որ նման կարգի ելույթ է ունենում։ Եթե նախագահը գոնե քաղաքական ելույթ ունենար, ինչ-որ մեկնաբանելու բան էլ կլիներ։ Ես ընդհանրապես մենակ կարող եմ ասել, որ խորը հիասթափություն ապրեցի, որովհետև նույնիսկ իշխանությունները ինչքան էլ ուզում է քննադատենք, մենք միշտ պատկերացնում ենք, որ այն մարդիկ, ովքեր պաշտոն են զբաղեցնում, անկախ նաև դա արժանի են թե չէ, գոնե պետք է իրանք այդ պոստերը հարգեն, այդ պաշտոնները հարգեն, նոր ակնկալեն հարգանք ուրիշներից։ Դա ինչ պահելու ձև էր։ Այսպեսի ելույթ նշանակում է, որ քաղաքական գործընթացը տեղափոխվում է ոչ քաղաքական դաշտ։ Եվ ակնկալում են, որ դրա մեջ ներկայացնեն Գագիկ Ծառուկյանին, որ այդ առիթը օգտագործեն անցնեն տերորի։ Այսինքն քաղաքական մարդկանց դեմ ոչ քաղաքական գործիքներ կիրառեն։ Նախագահն իր ելույթով եւս մեկ անգամ ապացուցեց գործող իշխանության սպառված լինելու հանգամանքը եւ արագացրեց ոչ իշխանական քաղաքական հասարակական ուժերի իշխանափոխության պահանջի իրականացումը։ Ստեղծված վիճակում ըստ քաղաքագետների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելքը մեկն է։ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես վերջերս ասեց, որ պետք է պայքարել քաղաքական մենաշնորհի դեմ։ Պատասխան ինչ լսեց, որ երկրի առաջի դեմքը հայտարարում է, որ երկրում քաղաքական օպոնենտին մականունով դիմելու
քվոտան ինքն է տալիս։ Խնդիրը արդեն տեղափոխվում է հստակ քաղաքական դաշտ։ Ու եթե որևէ մեկը գոնե կասկածում էր, որ Սերժ Սարգսյանի ժամանակ է տրված, որ ինքը հասկանա, որ չի կարելի երկիրը վտանգել եւ ինքը պետք է անցնցում հեռանալու մասին մտածի, բոլորը արդեն հիմա համոզվեցին, որ դա անիմաստ է։ Ես կարծում եմ, որ դրա պատասխանը պետք է լինի հստակ քաղաքական, պետք է լինի փողոցում, պետք է լինի համախմբված։ Սերժ Սարգսյանը ամենաշատ սարսափում է մրցակցությունից, որովհետև Սերժ Սարգսյանը ցանկացած նորմալ, մինիմալ մրցակցային պայմաններում պարտված է, որտեղ ժողովրդի ես չգիտեմ 1%-ը ինքը ունի վարկանիշ թե չէ։ Մեր ժողովուրդը վերջապես պիտի հասկանա, որ այս իշխանությունները չարիք են մեր ժողովրդի համար եւ միայն իրենց խնդիրն է պահել իշխանությունը, հարստանալ ժողովրդի հաշվին։ Այսօր Հայաստանի թիվ 1 ընդդիմադիրը Գագիկ Ծառուկյանն է եւ ես համոզված եմ, որ ժողովրդի 99%-ը կանգնած է ու կանգնելու է Գագիկ Ծառուկյանի կողքին։ Ազգային համաձայնություն կուսակցությունը պատրաստ է կանգնելու Բարգավաճ Հայաստան կուսակցության Գագիկ Ծառուկյանի կողքին, երբ որ բոլորը սպասում են, որ նա հանդես կգա կոնցեպտուալ ելույթով նվիրված սահմանադրական բարեփոխումներին կամ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին, որոնք առաջացել են հենց իր կառավարման տարիներին, սկսած տնտեսական խայտառակ վիճակից, արտագաղթից, արտաքին քաղաքականությունում տեղի ունեցած ձախողումներից, խայտառակ բացթողումներից, հայ-թուրքական արձանագրություններից նա իր ելույթը որոշեց նվիրել քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարին։ Դրանով նա մեկ անգամ եւս ապացուցեց, որ նա ասելիք չունի, փաստարկներ չունի եւ հանրությանը արդեն մնում է, որ հանրությունը քաղաքական ուժերը հետևություն անեն։ Նախագահի ելույթը վտանգավոր էր եւ սպառնում էր ազգային անվտանգությանը, քանի որ փորձ է արվում երկիրը տանել ցնցումների ճանապարհով, ասում են քաղաքագետները։ Արթուր Հակոբյան, Ժիրայր Հաբետյան, Էպիկենտրոն։ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության վերաբերյալ կարծիք են հայտնել բազմաթիվ քաղաքացիներ, նրանք բացասաբար են գնահատել Սերժ Սարգսյանի ելույթը, նախագահին խորհուրդ տալով առաջին հերթին մաքրել սեփական շրջապատը թալանչիներից։ Ես սպասում եմ, որ նախագահին հանեն այդքան մի բան։ Գագիկ Ծառուկյանը մեր ժողովրդի համար միակ մարդն է, հարգված եւ հույս ունենք, որ ինքը մեզ կպահի։ Ես երևույթը համարում եմ շատ տհաճ, որովհետև չգիտեմ, թող քաղաքական վայրիվերումները լինեն, դա առանց դրա կյանքը առաջ չի գնում, բայց անձամբ ես չէի ուզենա, որ լիներ այդպիսի աստիճանի, ասներ, որ երկրի նախագահը բարձր ամբիոնից նման հայտարարություն աներ, եթե ոչ շատ, ապա որոշ չափով բարձր քաղաքական ազդավորության հետ, որը ունի շատ համախոհներ, կողմնակիցներ ժողովրդի մեջ։ Ծառուկյանը դեմք է Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս ու բավականին բարձր դրական կողմերով։ Նախական չափ ու սահման անցել է ժողովրդի վիճակին չվիճակի։ 31 հատ իմ ընտանիքից դուսն են, 4 տղես մի աղջիկս իրանց երեխեքով, թորներով դուս են։ Ինքը նախագահ, ես էլ հասարակ թոշակառու մարդ եմ, չէ՞։ Ինքը պետք է զգա, որ ժողովրդով ապրում ինքը։ Ժողովրդին անտեսում է։ Ինքը պետք է հասկանա, որ իր վերջը լավ չի լինելու։ Այս Հայաստանը, որ դադարվում է, մենակ է մնալու։ Մենակ նախագահ չի կարալի։ 2 տարում մինչև վերջ ժողովրդի վատություն անի, որ արդեն թռնելու է։ Եկել է ժամանակ, որ Հայաստանը ազատվի այդ առնետներից։ Հասկանում եք, այդ չարիքը հանրապետական կուսակցությունը իրանց առաջնորդով ազգային չարիք են, որից ինչքան շուտ ազատվեք, այնքան լավ։ Հայաստանի ղեկավարի ելույթը հասարակական կազմակերպությունների նախագահները ոչ միայն ադեկվատ, այլև այսպես ասած թունավոր են համարել։ Եթե երկրի ղեկավարը կարողանում է սարսափի եւ ատելություն սերմանել, ապա դա ադեկվատ համարվել չի կարող։ Անձնական դաշտ ներխուժել եւ այդ աշճանի ճղճիմ ելույթ ունենալ, ես երբևիցե չէի սպասի իրեն առաջին դեմ քորջոջող մարդուց։ Գագիկ Ծառուկյանը այնպես հիմնավոր առանց անձնական վիրավորանքների, առանց որևիցե բանի անդրադարձավ
հանրապետության ներքաղաքական իրավիճակին, որ ուղղակի ես միմիայն գովեստի խոսքեր պիտի շռայլեմ։ Ելույթը, որ եղավ նախագահի կողմից, մեղմ ասած նախագահի ելույթ չի կարող որպես այդպես ընկալվել։ Սա ուղղակի խայտարակություն է, սա ուղղակի տարված թիմի արդեն վերջին ճիճն է կարելի ասել, այն արտահայտությունը, որ մեր խոսքը գործ է, իսկապես այդպես է Գագիկ Ծառուկյանի դեպքում, որովհետև երբևէ չի եղել մի ոլորտ, մի տեղ, մի ինչ-որ պահ, եթե ինքը ինչ-որ բան ասի ու դա իրականություն չդարձնի։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հայ մտավորականների խորհուրդը նիստ է գումարել և քննարկել նախագահի և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի ելույթները։ Աբգար Ափինյանը հայտնել է խորհրդի որոշումը, կողմ են փոփոխություններին, դեմ արյունահեղությանը, որից կարող է օգտվել մեր թշնամին։ Եղեռնի 100-րդ տարելիցի տարին մենք պիտի շատ միասնական լինենք և շատ միաբանված։ Բացի այդ, ակնհայտ է, որ քաղաքական իրավիճակի սրումից հետո սահմանում դիվերսիոն նոր գործողություններ են լինելու, որովհետև թշնամին մեր հակառակորդը սպասում է հենց ներսում, հանրապետության ներսում քաղաքական իրավիճակի սրման։ Հիշենք 1915 թվականին նահատակված մեր մտավորական մեծերի պատգամը։ Մտածեք այն ժողովրդի մասին։ Հենց Ծառուկյանը խոսեց այն մասին, որ պետք է քաղաքական հասկացություններով առաջնորդվել եւ այլ կարգի հարաբերություններ չբերել քաղաքական դաշտ, որը ճիշտ որոշում եմ համարում։ Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը այսօր հանդես է եկել առաջին մամուլի ասուլիսով, խոսելով իր ներկայացրած երկրի արտաքին քաղաքական ուղենիշերի եւ իր պաշտոնավարման շրջանում Հայաստանի հետ աշխատանքի մասին։ Դեսպանը չի շրջանցել մեր երկրի ներքաղաքական վերջին իրադարձությունները, խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության մասին եւ գնահատական տալով Հայաստանի վիճակին։ Ռիչարդ Միլսը դիվանագիտական կարիերան սկսել է Հայաստանի անկախության առաջին տարիներին։ Այդ ժամանակ հենց նա է եղել Միացյալ Նահանգներ Հայաստան հարաբերությունների հաստատման ակունքներում։ Առաջին անգամ դեսպանի պաշտոնը ստանձնում է Հայաստանում եւ առաջին աշխատանքային օրն սկսում է ներքաղաքական լարված պայմաններում։ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին դեսպանը արձագանքում է։ Այդպիսի արտահայտություններ անում են Ամերիկայի Լուիզիանայի նահանգում, որտեղ ընդունված է միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնել։ Ես լսել եմ Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Եթե նախագահը պետական մարմիններին հանձնարարում է քննություն անցկացնել, ապա յուրաքանչյուր հետաքննություն պետք է լինի մանրակրկիտ, թափանցիկ եւ երկրի օրենքներին համաձայն։ Նախագահ Սարգսյանը կարծում եմ այդ մասին գիտի։ Միացյալ Նահանգների դեսպանը զգուշացնում է, որ ուշադիր կհետևեն հետագա իրադարձություններին եւ մտահոգիչ երևույթների դեպքում կխոսեն դրանց մասին։ Կշարունակեն ակտիվ աշխատել քաղաքական բոլոր առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Դիվանագետը հանդիպել է ամերիկացի գործարարների հետ եւ մտահոգված է, որ Հայաստանում բիզնես անելու նրանց ցանկությունն ու հնարավորությունները չեն համընկնում։ Ես կուզենայի մեծամասշտաբ ամերիկյան ներդրումներ տեսնել Հայաստանում։ Գիտեմ ամերիկյան բազմաթիվ ընկերություններ, որոնք ուզում են այստեղ գործ անել, բայց Ամերիկայի կառավարությունը չի կարող ներդրում բերել։ Դա պետք է անի Հայաստանը։ Մենք լավագույն դեպքում կարող ենք աջակցել գործարարներին, առաջարկել գալ, եթե այստեղ ապահովված լինեն արդարացի կանոններ, եթե հարգվեն նրանց իրավունքները եւ պարբերաբար չվտանգվի բիզնեսը։ Ռիչարդ Միլսը հավատարմագիրը հանձնելու ժամանակ ասել է, որ Հայաստանն ունի հմուտ ու որակյալ աշխատուժ, նույնիսկ լավագույնը նախկին Խորհրդային Միությունում ու Եվրոպայում, եւ այսօր պետք է աշխատելու հնարավորություն տալ նրան։ Նոր դեսպանը Ամերիկայի նախագահից ստացել է հիմնական հանձնարարություն աջակցել ազատ, բարեկեցիկ Հայաստանի կառուցմանը։ Մնացած ծրագրերը կձևավորվեն ժամանակի ընթացքում։ Նաիրի Հոխիկյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Միջազգային նորությունները կներկայացնի Սոնա Աղբալյանը։ Վլադիմիր Պուտինը Մինսկում բավականաչափ ջանք է ներդրել աշխարհազորայիններին համոզելու համար, որ ստորագրեն փաստաթուղթը։ Ռուսաստանի Դաշնությունը ուկրաինական հրադադարի երաշխավորն է, բայց ոչ կատարողը, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Դա սակայն Եվրոպային չի ստիպի հանել պատժամիջոցները։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիության առաջնորդները խնդրել են Եվրահանձնաժողովին նախապատրաստել հավելյալ պատժամիջոցներ, որոնք կարող են սահմանվել Ռուսաստանի դեմ, եթե չպահպանվի կրակի դադարեցման ռեժիմը։ Մինսկում նորմանդական քարյակի ձեռք բերած համաձայնությունը սակայն Միացյալ Նահանգների սենատորներին զերծ չի պահել Կոնգրեսում Ուկրաինային սպառազինելու հարցը քննարկելուց։ Օրինագծի տակ ստորագրել է 17 օրենսդիր։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուଆ Օլանդը Եվրամիության գագաթնաժողովից հետո հաղորդել է, որ նորմանդական քարյակը հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկի Մինսկի պայմանավորվածությունները, իսկ մի քանի շաբաթ անց հնարավոր է դեմ առ դեմ հանդիպում։
Եվրամիության անդամ երկրները պայմանավորվել են փոփոխություններ մտցնել Շենգենյան օրենսգրքի կետերում խստացնելու համար Եվրամիության արտաքին սահմանները հատող անձանց ստուգումը։ Մենք պայմանավորվել ենք անհապաղ սկսել տեղաշարժման իրավունքի ազատությունից օգտվող անձանց պարբերական եւ համակարգված ստուգումներ, կապված ահաբեկությունների դեմ պայքարի տվյալների բազայի հետ հայտարարել են առաջնորդները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբամային Միացյալ Նահանգներում 3 մահմեդական ուսանողների սպանության մասին լռելու համար։ Նրա խոսքով քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում իրենց երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար եւ պետք է հստակ արտահայտեն իրենց վերաբերմունքը։ Հյուսիսային Կարոլինայում վեճի ընթացքում սպանվել էր 3 մահմեդական ուսանող։ Սոնա Աղբալյան, Էպիկենտրոն։ Սահմանամերձ վերին ճամբարակի մանկապարտեզի կրտսեր խմբի համար նախատեսված հարկաբաժինը այսուհետև կայուն ջեռուցում կունենա։ Վիվասելի աշխատակիցները իրենց միջոցներով են լուծել այդ խնդիրը։ Սահմանամերձ ճամբարակի 5 մանկապարտեզներից միայն 2-ն են գործում, դրանցից միայն մեկն ունի կենտրոնացված ջեռուցում։ Սահմանամերձ ճամբարակի 5 մանկապարտեզներից միայն 2-ն են գործում։ Դրանցից մեկն ունի կենտրոնացված ջեռուցում։ Մյուսում ձմռան ամիսներին ստիպված են երեխաներին հարկադիր արձակուրդի ուղարկել։ Էլեկտրական սալիկները կամ փայտի վառարանները չեն հասցնում ամբողջովին տաքացնել մանկապարտեզը։ Մանկապարտեզը ջեռուցվում էր վառելափայտով եւ էլեկտրոէներգիայով, բայց չէր արդարացնում իրեն։ Մենք զգում էինք, որ ձմռան ամիսներին պետք է անպայման գնանք արձակուրդ, որտեվ ցուրտ էր լինում խմբասենյակներում։ Ճիշտ է, իհարկե մեր քաղաքապետը հնարավորության սահմաններում օգնում է մեզ բոլոր խնդիրներով, բայց քանի որ բյուջեն չի ներում, մեր բոլոր խնդիրները դրական պատասխան չեն ստանում։ Վերին ճամբարակի մանկապարտեզի կրտսեր խմբի համար նախատեսված հարկաբաժինը այսուհետև կայուն ջեռուցում կունենա։ Վիվասելի տեղեկատվական համակարգերի վարչության աշխատակիցները գումար են հավաքել եւ հատկացրել մանկապարտեզին ջեռուցում անցկացնելու համար։ Այս քայլը բարձր են գնահատել թե մեծերը, թե փոքրերը։ Ուրախ եմ, որ ինձ տիկնիկ ու ես քնելու ենք տակուկ սենյակում, արնանում ենք մենք քնից ու բաղջերով լվացված։ Ձմռանը պաղ ջրով լվացվելու կարիք էլ չի լինի։ Վիվասելի աշխատակիցների ջանքերով խոհանոցում նաև 500 լիտր տարողությամբ ջրի կաթսա եւ պոմպ է տեղադրվել, որոնք մանկապարտեզը կապահովեն տաք եւ սառը ջրով։ Կատարվել են աշխատանքներ, ջեռուցվել է 1 խումբ, ունենք ստեղ պրոբլեմ 2 խմբի, մենք մեր խորին շնորհակալություն ենք հայտնում Վիվասել MTS-ի աշխատակիցներից։ Կորպորատիվ պատասխանատվությունը կենսակերպ է դարձել Վիվասել MTS-ի համար։ Ուշադրության կենտրոնում հատկապես սահմանամերձ համայնքներն են։ Աննա Ղավալյան, Արթուր Սուքյասյան, Էպիկենտրոն։ Հիմնական թողարկման համար այսքանը, լրատվությանը հետևեք մեր եթերում, ցտեսություն։